Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի ջրի նշանի ներկայացուցիչների օգոստոս ամսվա կանխատեսումների մասին։ Սիրելիներս, օգոստոսը սպասվում է մեզ մոտ բավականին լարված եւ կարևոր ամիս, որովհետեւ ունենք խավարումներ այստեղ եւ շատերիս կյանքը գլխի վայր պետք է փոխվի եւ նշանակում է պետք է շատ ուշադիր լինենք հատկապես այն օրերի նկատմամբ, որոնք ես կնշեմ որպես լարված օրեր, ուրեմն որպեսզի կարողանանք մենք այդ օրերին խուսափենք տհաճ իրավիճակներից, ինչու՞ չէ նաև մեծ ուշադրություն դարձնենք մեր առողջությանը։ Դե ինչ, գնացինք առաջին մեր ջրի նշանի ներկայացուցիչները մեր շատ սիրելի խեցգետիններն են։ Սիրելի խեցգետիններ, ձեզ համար առավել քան կարևոր են լուսնի փուլերը եւ արևի եւ լուսնի խավարումները, որոնք տեղի կունենան օգոստոս ամսվա ընթացքում, ձեզ վրա ավելի մեծ ազդեցություն են թողելու, քան այլ նշանի վրա։ Եվ սկսենք սկզբից, ուրեմն տեսեք, հուլիսի 23-ից արդեն Մերկուրի մոլորակը սկսում է իր առաջընթացը։ Հիշում ենք, որ Մերկուրին հունիսի 29-ից հետ ընթացեր հենց ձերից առաջին ոլորտում եւ շատ խեցգետիների կյանքում ինչ որ քաոսային ձգձգումներ, իրավիճակներ են ստեղծվել, որտեղ կարծես թե ոչինչ չէր շարժվում, ոչինչ չէին կարողանում իրականացնել։ Սակայն սիրելիներս այժմ արդեն հուլիսի 23-ից հետո կարելի է ցանկացած գործ սկսել, որովհետև արդեն Մերկուրին առաջընթաց է եւ ընդհուպ մինչեւ օգոստոսի 10-ը մենք չունենք լարված, խնդրաշատ ասպեկտացիաներ, որոնք խանգարեն ձեր գործերին։ Ուստի եթե ունեք կարևոր պլանավորած գործեր, դրանք կատարեք մինչեւ օգոստոսի 10-ը։ Օգոստոսի 6-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 4-րդ ոլորտ, որտեղ Վեներան է այնտեղ հաճելի, այնտեղ ուրախություն է, այնտեղ գեղեցկություն է։ Եվ նշանակում է խեցգետինները օգոստոսի 6-ից հետո սկսում են զբաղվել իրենց ընտանեկան հարցերով, միգուցե տան վերանորոգմամբ եք զբաղվում, միգուցե այստեղ ինչ որ նոր կահույք, նոր տեխնիկա եք գնում տան համար, միգուցե օգոստոսի 6-ից հետո հյուրեր եք ունենում, միգուցե այստեղ նաև մտածում եք, թե տան մեջ ինչպիսի հարմարավետություն ստեղծեք, այնպես որ Վեներան այստեղ ուրախություն է բերում ձեր տուն եւ ձեր տան մեջ կարող են լինել նաև ուրախ առիթներ եւ միջոցառումներ օգոստոսի 6-ից հետո։ Օգոստոսի 9-ին Մերկուրի մոլորակն է ի վերջո լքում ձեր առաջին ոլորտը եւ տեղափոխվում է ձեր ֆինանսական դաշտ, ձեր երկրորդ ոլորտ, որտեղ եւ պատրաստվում է լինել արևի խավարումը։ Սիրելի խեցգետիններ, ես բազմիցս նշել եմ, որ օգոստոսը ձեզ համար ֆինանսական ամիս է, ֆինանսական ձեռքբերումների ամիս է։ Նշանակում է, եթե դուք ինչ-որ ծրագրեր ունեք, ապա փորձեք արդեն օգոստոսի 9-ից դրանք սկսեք իրականացնել, որովհետև այստեղ օգոստոսը ձեզ խոստանում է լավ բարձր ֆինանսական վարձատրություն։ Օգոստոսի 11-ից Մարս մոլորակը տեղափոխվում է ձեր առաջին ոլորտ, սիրելիներս, Մարսը առաջին ոլորտում այնքան էլ հաջող չէ, որովհետև Մարսը խեցգետնի նշանի ներքո ընկճված է եւ նշանակում է խեցգետինների մոտ կարող է մի փոքր նյարդային ագրեսիվ պահվածք դիտվել, կապված նրա հետ, որ նրանք չեն կարողանում ճիշտ արտահայտել իրենց էմոցիաները կամ իրենց էներգիան։ Այստեղ Մարսն է ձեզ դրդելու վիճաբանությունների, այնպես որ սիրելիներս իմանալով այս ամենը, դուք կարող եք պարզապես խուսափել այդ տրամադրվածությունից։ Ամսի 12-ին արդեն ունենք արևի ամբողջական խավարում, որը տեղի է ունենում ձեր երկրորդ ֆինանսական դաշտում։ Սիրելիներս, այս արևի խավարումը բերում է հնարավորություններ, բերում է նորություններ, նոր աշխատանքի անցնելու, նոր եկամուտի աղբյուրներ ստեղծելու, նոր ֆինանսական կարգավիճակ ունենալու։ Եվ քանի որ խավարման մասին ես ունեմ հանգամանալից հոլովակ, այս խավարման մասին ես չեմ մանրամասնի այժմ, դուք կարող եք այն գտնել իմ էջում, սակայն նշեմ, որ ամսի 12-ից արդեն բացվում է խավարումների միջանցքը, նշանակում է օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 28-ը ընկած ժամանակահատվածում, անգամ եթե ես կնշեմ, որ մենք ունենք շատ բարենպաստ օրեր, այդ օրերին կարելի է հաճելի գործերով զբաղվել, սակայն նոր գործ սկսել պետք չէ, կարևոր որոշումներ կայացնել պետք չէ։ Ամսի 15-ին Մերկուրի մոլորակը միանում է Յուպիտերին։ Յուպիտերը վերջերս է մուտք գործել ձեր երկրորդ ֆինանսական դաշտ։
Սիրելիներս, Յուպիտերի մասին նույնպես ունեմ հանգամանալի ցոլովակ, եւ այստեղ Մերկուրիի եւ Յուպիտերի միությունը կարող է բերել տեղեկություն, ինֆորմացիա կամ փաստաթուղթ, որը կապված է ձեր ֆինանսական հնարավորությունների հետ։ Հնարավոր է ամսի 15-ին դուք ստանաք այնպիսի մի տեղեկություն, ըստ որի դուք կարող եք աշխատել, ըստ որի ձեզ աշխատանքի են վերցնում, ըստ որի ձեր աշխատավարձը բարձրանում է, այսինքն ֆինանսական ձեռքբերումների տեղեկություն կարող է լինել դա։ Ամսի 17-ին Վեներան շատ լավ ասպեկտացիայի մեջ է Յուպիտեր մոլորակի հետ եւ այստեղ փոքր ուրախություններ են սպասվում տանը, սակայն այդ ուրախությունները կարող են կապված լինել ինչպես տան անդամների հետ, այնպես էլ նաեւ ֆինանսական որոշակի իրավիճակների հետ։ Հնարավոր է օրինակ տան անդամներից ինչ-որ մեկին ֆինանսական ինչ-որ լավ ձեռքբերում լինի, որի համար իհարկե ամբողջ ընտանիքով կուրախանաք։ Իսկ ովքեր չգիտեն, որ խեցգետինները իրենք ընտանեսեր մարդիկ են, իրենց ընտանիքի համար պատրաստ են ամեն ինչի, եւ նրանք իհարկե սրտանց ուրախանում են, երբ իրենց մտերիմը, երբ իրենց տան անդամը ունենում է որոշակի հաջողություններ։ Սակայն ամսի 21-ին սիրելիներս Վեներայի Սատուրնի միջև ձևավորվում է ընդդիմություն։ Սա նշանակում է, որ ամսի 21-ը անհաջող օր է։ Անհաջող է բոլոր առումներով, ոչ առողջության հետ կապված հարցեր կարող եք լուծել, ուրեմն այստեղ կոնֆլիկտներից պետք է խուսափեք, նաև կարևոր գործարքներից պետք է խուսափեք, նամանավանդ, որ մենք գտնվում ենք խավարումների միջանցքում։ Սակայն Վեներայի Սատուրնի այս ընդդիմությունը նաև խոսում է այն մասին, որ կարող ենք ունենալ որոշակի հիասթափություն այն բանի հետ կապված, որ մենք չենք կարողանում որևիցե գործողություն ինքնուրույն կատարել կամ ֆինանսապես ի վիճակի չենք դա կատարել։ Այստեղ Սատուրնը սահմանափակում է Վեներայի հնարավորությունները։ Ամսի 25-ին Մերկուրի մոլորակը, մեր արագաշարժ Մերկուրին, որը 2 ամսից ավել խեցգետնում թափառում էր, այժմ արդեն տեղափոխվում է 3-րդ դաշտ, նշանակում է, երբ Մերկուրին 3-րդ ոլորտում է, իսկ Մերկուրին այստեղ շատ ուժեղ է, որովհետև սա կույսի նշանն է, ղեկավարում է Մերկուրին կույսին, սիրելիներս, եւ երբ Մերկուրին 3-րդ ոլորտում է, նշանակում է խեցգետինների մոտ պետք է շատ հաջող ստացվի հաղորդակցությունը, շփումները, քրոջ, եղբոր հետ միգուցե ակտիվանում է այստեղ, կամ ինչ-որ իրադարձությունների միջոցառումների մասնակցելը, կամ այստեղ ինչ-որ դասընթացների հաճախելը, կամ ինչու՞ չէ նաև ավտոմեքենայի հետ կապված հարցերը։ Ամսի 28-ին սիրելիներս ունենք Լուսնի մասնակի խավարում։ Այս մասնակի խավարումը տեղի է ունենում ձեր 9-րդ ոլորտում, որտեղ այլևս խավարում չեք ունենա առաջիկա 9 տարիների ընթացքում։ Սիրելի խեցգետիններ, եթե դուք ունեիք հարցեր կապված օտար երկիր մեկնելու ծրագրերի հետ, եթե դուք ունեիք հարցեր դատական ինչ-որ ատյանների հետ, փաստաթղթային խնդիրների հետ, ուսումնական պրոցեսների հետ, քննությունների հետ, դասավանդման ծրագրերի հետ, ուրեմն տեսեք կամ ճամփորդելու հետ, վիզաների հետ, ուրեմն ամսի 28-ի խավարումը կբերի պարզեցում, հստակեցում եւ ավարտ այդ ամբողջ խնդիրներին։ Այսինքն դուք այստեղ ամսի 28-ից հետո արդեն ձեզ համար պարզ կդառնա, դուք կարող եք ճամփորդել, թե ոչ, ինչպես կավարտվի ձեր դատական ձգձգվող խնդիրը, ուսումնական պրոցեսը կավարտվի, կամ այստեղ փաստաթղթային ինչ-որ հարցերի հետ կապված կունենաք արդեն հստակեցում։ Սակայն նույն օրը, ամսի 28-ին, Արևի եւ Ուրանի միջև ստեղծվում է լարված քառանկյուն։ Սիրելիներս, Ուրանը ձեր 12-րդ ոլորտում է։ Պետք է շատ ուշադիր լինեք ձեր առողջությանը եւ հատկապես ամսի 28-ին խուսափեք երկար ճանապարհ գնալուց, որովհետեւ այստեղ վթարային օր է լինելու։ Ամիսը վերջանում է օգոստոսի 31-ի հոյակապ ասպեկտացիայով, այստեղ ունենք Յուպիտեր, Սատուրն տրին ասպեկտը, եւ քանի որ Յուպիտերը ձեր երկրորդ ֆինանսական դաշտում է, եւ քանի որ մենք արդեն խավարումների միջանցքից դուրս ենք եկել, նշանակում է այս ասպեկտացիան լինելով երկու բարձր սոցիալական մոլորակների միջև, իր տրամադրությունը արդեն իր լավ տրամադրությունը թողնելու է սեպտեմբեր ամսվա վրա, մենք սեպտեմբերին արդեն սկսած օգոստոսի 31-ից ունենալու ենք շատ լավ ֆինանսական ձեռքբերումներ, աշխատանքի հնարավորություններ,
պաշտոնի բարձրացում եւ ամեն ինչ կարելի է ասել եւ աշխատանքի եւ կարիերայի եւ ինչու՞ չէ նաեւ ամուսնական կարգավիճակի հետ կապված ամեն ինչ շատ լավ է ընթանալու։ Դե ինձ սիրելիներս այսքանը խեցգետինների օգոստոս ամսվա կանխատեսումների մասին։ Այժմ ես անդրադառնամ մեր հաջորդ ջրի նշանի ներկայացուցիչներին, մեր առեղծվածային կարիճներին։ Սիրելի կարիճներ, ուրեմն այս ամսվա ընթացքում, օգոստոս ամսվա ընթացքում ձեր ուշադրությունը բնականաբար կկենտրոնանա ձեր պաշտոնին, ձեր կարիերային, ձեր ամուսնական կարգավիճակին, ձեր անուն հեղինակությանը, ինչու՞ չէ նաև այստեղ ֆինանսական հարցերը նույնպես գլուխ կբարձրացնեն։ Եվ արդեն օգոստոսի 4-ին ունենք Մարսի եւ Լիլիթի միջև ձևավորվող լարվածություն, սա ընդդիմություն է։ Լիլիթը այս պահին Սևլուսին այս պահին ձեր երկրորդ ֆինանսական դաշտում է։ Լիլիթի մասին ունեմ հանգամանալի ցոլովակ, կարող եք այն դիտել, գտնել իմեջում, եւ նշանակում է օգոստոսի 4-ին պետք է խուսափել ցանկացած տեսակի ֆինանսական գործարքներից, որովհետեւ այստեղ Լիլիթը կարող է ձեզ գայթակղել, ուրեմն ինչ որ առարկաներ, ինչ որ թանկարժեք իրեր կամ ինչ որ գործողություններ, որոնք բավականին թանկ են, եւ այնուհետեւ դուք այն կատարելուց հետո անմիջապես փոշմանեք, որովհետեւ ձեր կզգաք, կհասկանաք, որ ձեր գումարը անտեղի եք վատնել։ Օգոստոսի 6-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 12-րդ ոլորտ։ Սիրելիներս, 12-րդ ոլորտը սա փակ ոլորտն է, որի մասին չենք սիրում բարձրաձայնել։ Իսկ կարիճները գաղտնապահ են։ Նրանք իհարկե չեն սիրում բարձրաձայնել, միայն իրենց շատ մտերիմ մարդկանց հետ կարող են կիսվել իրենց էմոցիաներով եւ այստեղ Վեներան բերում է ձեզ ինչ որ գաղտնի շրջան։ Իդեպ Վեներան այստեղ ձեր 12-րդ ոլորտում շատ ուժեղ է, քանի որ սա կշեռքի նշանն է եւ Վեներան իր տանն է եւ նշանակում է կարիճների մոտ միշտ այդ գաղտնի շրջանը, ուրեմն երբ Վեներան 12-րդ ոլորտում է, ինչ որ հետաքրքիր սիրային արկածներով է սկսվում։ Նշանակում է օգոստոսի 6-ից հետո հնարավոր է ձեր կյանքում գաղտնի սիրային կապ սկսվի։ Ամսի 9-ին Մերկուրի մոլորակը վերջապես լքում է ձեր 9-րդ ոլորտը, մուտք է գործում 10-րդ ոլորտ եւ նշանակում է այստեղ ինչ որ փաստաթղթային հարցեր, ղեկավարության հետ կապված, աշխատանքի հետ կապված, ուրեմն տեսեք այստեղ դրանցով պետք է զբաղված լինեք։ Ամսի 11-ին Մարս մոլորակը տեղափոխվում է ձեր 9-րդ ոլորտ եւ տեսեք Մարսը 9-րդ ոլորտում թույլ է արտահայտված, ընկճված է, սա իր ամենավատ վիճակն է։ Տեսեք մոլորակներ կան, որոնք որևէ նշանի ներքո իրեն շատ լավ են զգում, ղեկավարում են, այսինքն իրենց լավ հատկանիշները կարողանում են ցուցաբերել, բայց օրինակ Մարսը 9-րդ ոլորտում, այսինքն խեցգետնում, սիրելի կարիճներ, ամենաընկճված վիճակում է եւ նշանակում է այստեղ Մարսը ձեզ մոտ կարող է պարզապես առաջացնել խնդիրներ ճամփորդությունների հետ կապված։ Ամսի 12-ին ունենք Արևի ամբողջական խավարում, սիրելիներս, եւ այս խավարումը տեղի է ունենում ձեր կարևորագույն, բարձրագույն 10-րդ ոլորտում, նշանակում է այստեղ նորություններ, նոր հնարավորություններ կարող են սկսվել կապված ձեր աշխատանքի, ձեր պաշտոնի, ձեր ամուսնական կարգավիճակի հետ կապված, կամ ասենք օրինակ երեխա կարող եք ունենալ, կամ ձեր պաշտոնը կբարձրացնեն, կամ օրինակ ինչ որ ամուսնության առաջարկ կստանաք, այստեղ տեսեք այս Արևի ամբողջական խավարումը համենայն դեպս դեռևս առաջինն է այս առանցքի վրա եւ նշանակում է այն իր շարունակությունը գտնելու է դեռևս 2027 թվականին։ Արևի խավարման մասին նույնպես ունեմ հանգամանալի ցոլովակ, կարող եք այն դիտել, եթե դեռ այն չեք դիտել։ Ամսի 12-ը նաև նշանավորվում է մի շատ լավ ասպեկտացիայով, որը ձևավորվում է Վեներայի եւ Ուրանի միջև։ Սիրելիներս, Ուրանը ձեր 8-րդ ֆինանսական դաշտում է, նշանակում է ամսի 12-ը կարող է լինել հաճելի ֆինանսական ձեռքբերումների օր, որոնց դուք չեք սպասում։ Չէ՞ որ Ուրանը անակնկալների մոլորակ է։
Ամսի 15-ին Մերկուրին և Յուպիտերը միանում են ձեր 10-րդ ոլորտում։ Սիրելիներս, երբ երկու մոլորակ միանում են, նրանք իրար են փոխանցում իրենց էներգիաները և կարծես թե այդ էներգիան կրկնապատկվում է։ Մերկուրին մեր ինֆորմացիան է, Յուպիտերը որտեղ հայտնվում, այնտեղ ամեն ինչ մեծացնում է, նշանակում է մի շատ հետաքրքիր տեղեկություն կարող եք ստանալ, օրինակ, ասենք ձեր աշխատանքի հետ կապված, ձեր գործընկերների կամ ձեր ղեկավարության հետ կապված։ Այստեղ սակայն տեսեք, քանի որ խավարումների միջանցքում է, պետք չէ անմիջական ինչ-որ գործողությունների անցնել կամ որոշում ընդունել։ Օրինակ հնարավոր է, որ ինչ-որ չասեմ շատ տհաճ, բայց համենայն դեպս ոչ ցանկալի ինչ-որ մի տեղեկություն լսեք, որը վերաբերում է ձեր ղեկավարությանը կամ ձեր աշխատակազմին, եւ այստեղ պետք չէ, պարզապես պետք է սպասել, որպեսզի այս խավարումների միջանցքը դուրս գա եւ մենք ավելի սթափ դատենք, թե ինչ կարելի է անել հաջորդիվ։ Ամսի 21-ին ունենք լարվածություն Վեներայի Սատուրնի միջև, այստեղ սիրելի կարիճներ, ուշադրություն եք դարձնում ձեր առողջությանը, որտեղ ամսի 21-ին դուք կարող եք ունենալ շատ վատ ինքնազգացողություն, այստեղ եթե ճնշման խնդիրներ ունեք, դա իրեն զգացնել կտա եւ եթե դուք օրինակ ոսկորների հետ կապված խնդիրներ, հոդերի հետ կապված խնդիրներ ունեք, դա նույնպես կարող է իրեն զգացնել տալ։ Ամսի 28-ին ունենք լուսնի մասնակի խավարում։ Սիրելիներս, լուսնի մասնակի խավարումը արդեն վերջինն է ձեր կյանքում, որը տեղի է ունենում 5-րդ ոլորտում եւ առաջիկա 9 տարիների ընթացքում չեք ունենալու այսպիսի խավարում 5-րդ ոլորտում։ Եվ շատ կարիճների մոտ այս լուսնի մասնակի խավարումը կբերի վերջակետ միգուցե ինչ-որ մարդու հետ փոխհարաբերություններին, որի հետ գտնվում եք սիրային կապի մեջ։ Կամ հնարավոր է այստեղ սպասում եք երեխայի եւ ձեր երեխան արդեն ամսի 28-ի մոտակա օրերին ծնվում է։ Կամ օրինակ, մինչ այդ ճամփորդում եք, հանգստանում եք, այժմ ամսի 28-ից հետո վերադառնում եք եւ անցնում աշխատանքային գրաֆիկի։ Տեսեք, այս լուսնի խավարումը ավարտում է այն գործընթացները, որոնք կապված էին 5-րդ ոլորտի հետ։ 5-րդ ոլորտը նաև ստեղծագործական աշխատանքն է, հնարավոր է այստեղ ավարտվում է որևիցե ստեղծագործական աշխատանք եւ դուք արդեն պետք է անցնեք հաջորդ փուլին։ Սակայն ամսի 28-ը նաև լարված օր է, որովհետև մենք ունենք Արևի եւ Ուրանի միջև լարված քառանկյուն, որը նշանակում է, որ պետք է շատ ուշադիր լինենք ֆինանսական հարցերի նկատմամբ, առավել եւս բանկային գործարքների նկատմամբ խորհուրդ չեմ տա այսօրը որևիցե բանկային գործարք իրականացնել։ Եվ արդեն խավարումների միջանցքից դուրս են գալիս, ամիսը փակվում է ամսի 31-ի հոյակապ ասպեկտացիայով, այստեղ ունենք Յուպիտերի Սատուրնի մեջ ձևավորված տրին ասպեկտ, սիրելիներս, Յուպիտերը նշեցի ձեր 10-րդ ոլորտում է, Յուպիտերի մասին նույնպես ունեմ հանգամանալի ցոլովակ, միայն վերջերս այն մուտք գործել ձեր 10-րդ ոլորտ եւ տեսեք Սատուրնն էլ 6-րդ ոլորտում է, աշխատանքային ոլորտում է եւ այս երկուսի տրին ասպեկտը բավականին երկար է պահպանվելու երկնքում, քանի որ երկուսն էլ դանդաղ մոլորակներ են եւ արդեն այս ասպեկտի ազդեցությունը դուք կզգաք սեպտեմբեր ամսվա ընթացքում, որը ձեզ կբերի շատ աշխատանքային հնարավորություններ։ Դե ինչ սիրելի կարիճներ, այսքանը ձեր օգոստոս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր շատ սիրելի ձկներին, սիրելի ձկներ, ես գիտեմ որքան անհամբեր եք դուք սպասում այս կանխատեսումներին, այդ իսկ պատճառով շտապեցի ուրեմն ջրի նշանի ներկայացուցիչներին մասին խոսելուց։ Ուրեմն սիրելիներս, տեսեք, այս ամիսը, օգոստոս ամիսը խոստանում է ձեզ, որ ձեր կյանքում պետք է ինչ-որ մի բան փոխվի։ Եթե դուք շատ երկար ժամանակ սպասում եք ձեր կյանքի փոփոխություններին, ապա ժամանակն է եկել, որովհետև դուք այստեղ ունեք լուսնի մասնակի խավարում հենց ձեր իսկ առաջին ոլորտում եւ նշեմ, որ արդեն օգոստոս ամսին հյուսիսային եւ հարավային կետերը տեղափոխվում են արդեն ձեր առանցքից, մի փոքր կհանգստանաք, արդեն էմոցիաները կհանդարտվեն,
Ձկներ կույս առանցքից արդեն այս հյուսիսային հարավային կետերը տեղափոխվում են առյուծ, ջրհոս, առանցք, ինչը նշանակում է, որ արդեն 2027 թվականից սկսած դուք այլևս ձեր առաջին ոլորտում չեք ունենալու խավարում։ Սա մի կողմից լավ է, որովհետև մի փոքր կհանգստանաք, շունչ կքաշեք վերջին 2 տարվա լարվածությունից ու սթրեսից հետո, բայց մյուս կողմից էլ վատ է, որովհետև ձկները սիրում են ոչինչ չանել, չգործել, մի անկյունում թաքնվել եւ սպասել, որ ինչ-որ մի հրաշք ձևով իրենց կյանքը կփոխվի։ Սիրելիներս, այդպես չէ։ Դուք պետք է օգոստոսին մի փոքր ակտիվություն դրսևորեք, համարձակություն դրսևորեք եւ ինքներդ փորձեք փոխել այն ձեր կյանքում, ինչը ձեզ դուր չի գալիս։ Օգոստոսի 6-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր ֆինանսական դաշտ, 8-րդ ոլորտ, սիրելիներս, եթե ունեք բանկային հարցեր, օգոստոսի առաջին 10-օրյակը հրաշալի օրեր են այդ բանկային ֆինանսական հարցերը կարգավորելու համար, առավել ևս Վեներան այստեղ է, ամեն ինչ շատ հաջող եւ սահուն է ստացվելու։ Ամսի 7-ին կրկին ունենք շատ լավ ասպեկտացիա Արևի եւ Սատուրնի միջև, տեսեք, Սատուրնն էլ գտնվում է երկրորդ ֆինանսական դաշտում, նշանակում է օգոստոսի 7-ին հնարավոր է աշխատանքի առաջարկ ստանաք, հնարավոր է ֆինանսական ինչ-որ նոր լավ գործարք կատարեք։ Ամսի 9-ին Մերկուրի մոլորակը լքում է վերջապես ձեր 5-րդ ոլորտը եւ շատ ձկներ 2 ամիս, ուրեմն 5-րդ ոլորտում անընդհատ մտածելուց, տանջվելուց, թե ինչով զբաղվեն, ստեղծագործական աշխատանքով զբաղվեն, թե երազեն, թե երևակայեն, թե կարելի ասել նաեւ այստեղ հին սիրահարներին հիշեն, ուրեմն տեսեք, Մերկուրին վերջապես լքում է այդ անիրական աշխարհը եւ մուտք է գործում ձեր 6-րդ ոլորտ, ավելի ռեալ ձեզ դարձնելով, ավելի գործնական, աշխատանքային, նաեւ ինչու՞ չէ, եթե ունեք առողջական խնդիրներ, ապա Մերկուրին 6-րդ ոլորտում կստիպի ձեզ զբաղվել դրանցով։ Ամսի 11-ին Մարս մոլորակն է տեղափոխվում ձեր 5-րդ ոլորտ։ Սիրելիներս, Մարսը 5-րդ ոլորտում իրեն այնքան է լավ չի զգում, որովհետև սա խեցգետնի նշանն է, այստեղ ընկճված է եւ շատ ուշադիր եղեք, որովհետև Մարսը 5-րդ ոլորտում կարող է առաջացնել օրինակ կոնֆլիկտային իրավիճակներ ձեր երեխայի հետ կապված, ձեր սիրած էակի հետ կապված, խնդիրներ կարող է առաջացնել, եթե դուք օրինակ ուզում եք հանգստի մեկնել, այնպես որ շատ ուշադիր եղեք, որպեսզի կոնֆլիկտների մեջ չհայտնվեք։ Ամսի 12-ից արդեն սկսվում է խավարումների միջանցքը եւ ունենք առաջին խավարումը, Արևի ամբողջական խավարում ձեր 6-րդ ոլորտում։ Սիրելի ձկներ, այս խավարման մասին ունեմ հանգամանալի ցոլովակ, կարող եք այն դիտել, այդ իսկ պատճառով չեմ մանրամասնի, պարզապես կնշեմ, որ այս Արևի խավարումը ուղեկցվում է շատ լավ ասպեկտացիաներով, այդ իսկ պատճառով մենք նշում ենք, որ այս Արևի ամբողջական խավարումը բերում է լավ հնարավորություններ, չէ՞ որ Արևի խավարում սա նշանակում է նորալուսին եւ այստեղ նորություններ են սպասվում արդեն ձեր կյանքում եւ նշանակում է 6-րդ ոլորտը աշխատանքն է, աշխատանքային գրաֆիկն է, այստեղ ամսի 12-ից հետո արդեն ձեր կյանքում նոր աշխատանք, նոր աշխատանքային գրաֆիկ, միգուցե այստեղ նաեւ առողջության հետ կապված կարող եք շատ լրջորեն զբաղվել ամսի 12-ից հետո եւ բացվում է խավարումների միջանցքը մինչեւ ամսի 28-ը։ Սա նշանակում է, որ օգոստոսի 12-ից մինչեւ 28-ը մենք կարևոր որոշումներ չենք ընդունում, որովհետև այդ որոշումները այլևս բեկ անել հնարավոր չէ առաջիկա 9 տարիների ընթացքում։ Ուստի թողնում ենք, որ ամսի 28-ից հետո, երբ խավարումները ավարտվեն, նոր այդ ժամանակ մենք արդեն մի փոքր ավելի սթափ, մի փոքր ավելի առանց էմոցիաների հասկանանք, թե իրականում մեզ ինչ է պետք։ Սակայն ամսի 12-ին, բացի Արևի խավարումից, ունենք նաև Վեներայի եւ Ուրանի տրին ասպեկտը եւ հնարավոր է շատ անակնկալ օրինակ հյուրեր ունենաք ձեր տանը կամ ձեր տան անդամներից ինչ որ մեկի հետ կապված ֆինանսական մի լավ ձեռքբերում լինի։
Դրա փոխարեն ամսի 21-ը անհաջող օր է, սիրելիներս, այստեղ Վեներան եւ Սատուրնը գտնվում են անմիջական ընդդիմության մեջ, երկուսն էլ գտնվում են ֆինանսական դաշտերում, եւ սա նշանակում է, որ ամսի 21-ին ոչ մի տեսակի ֆինանսական գործարք չենք իրականացնում, այստեղ ֆինանս կորցնելու հավանականությունը շատ մեծ է։ Ամսի 25-ին Մերկուրի մոլորակը արդեն նորից փոխում է իր նշանը, տեսեք ինչ արագաշարժ է Մերկուրին օգոստոս ամսին, այդ հետընթացից հետո, եւ այն տեղափոխվում է ձեր 7-րդ ոլորտ, որտեղ շատ ուժեղ հեսակույսի նշանն է, Մերկուրին այստեղ իր տանն է, ղեկավարում է կույսին եւ նշանակում է ամսի 25-ից հետո ձկների ուշադրության կենտրոնում կհայտնվեն իրենց հաճախորդները, իրենց ընկերները, իրենց շրջապատի մարդիկ եւ ինչու՞ չէ նաև հնարավոր է ինչ-որ մեկը հայտնվի, որի հետ դուք կկարողանաք անձնական հարթակում հարաբերություններ կառուցել։ Ամսի 28-ին, սիրելիներս, արդեն ունենք լուսնի մասնակի խավարում եւ այս խավարումը տեղի է ունենում ձեր առաջին ոլորտում։ Սիրելի ձկներ, այս լուսնի մասնակի խավարումը փակելու է։ Փակելու է այն թեման, որը վերջին 2 տարիների ընթացքում ձեզ հանգիստ չէր տալի։ Միգուցե այդ թեման ձեր անձնական կյանքին է վերաբերում, միգուցե այն ձեր առողջությանն է վերաբերում, միգուցե այն ձեր աշխատանքային շատ կարևոր հարցերին է վերաբերում, ուրեմն տեսեք, այս լուսնի մասնակի խավարումը անմիջականորեն ձեր անձին է վերաբերում եւ նշանակում է փակում է այն խնդրաշատ թեման, որը վերջին 1.5-2 տարվա ընթացքում ձեզ թույլ չի տվել քնել, նշանակում է, սիրելիներս, ամսի 28-ի այս լուսնի խավարումից հետո դուք հանգիստ շունչ եք քաշելու, որովհետև արդեն առաջիկա 9 տարիների ընթացքում դուք չեք ունենալու խավարումներ ձեր առաջին ոլորտում։ Սակայն ամսի 28-ը ինքնին լարված օր է լինելու, որովհետև արևը արդեն գտնվելով 7-րդ ոլորտում լարված քառանկյուն է կազմում Ուրանի հետ։ Նշանակում է ամսի 28-ին կարող եք ունենալ կոնֆլիկտային իրավիճակ ձեր ընտանիքի անդամների հետ, կամ ձեր սիրած էակի հետ, կամ այստեղ ինչու՞ չէ նաև հաճախորդներից ինչ-որ մեկի հետ, եթե սպասարկման ոլորտում եք աշխատում, եւ նշանակում է ամսի 28-ին ոչինչ չենք ձեռնարկում, ոչ մեկի հետ չենք վիճում, փորձում ենք գոնե չվիճել, որտեվ այս օրը էմոցիոնալ առումով շատ լարված օր է լինելու։ Եվ արդեն դուրս են գալիս ամսի 28-ից հետո խավարումների միջանցքից, այնտեղ մեզ սպասվում է շատ հոյակապ ասպեկտացիա ամսվա վերջում, օգոստոսի 31-ին, Յուպիտերի եւ Սատուրնի միջև ձևավորվում է հոյակապ տրին ասպեկտ, որը իր ազդեցությունը արդեն իր դրական ազդեցությունը թողնելու է ամբողջ սեպտեմբեր ամսվա վրա, նշանակում է այս երկու գիգանտների տրին ասպեկտը բավականին երկար է պահպանվելու երկնքում, ինչը նպաստում է նրան, որ ձկների կյանքում աշխատանքային եւ ֆինանսական հարցերում պետք է լինեն լուրջ առաջընթացներ։ Դե ինձ սիրելիներս, այսքան օգոստոս ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ